Արցախը ցույց տվեց, որ Սյունիքի հետ միասին եւ օրինակ առանձին հայկական բնակարարի, Երևանի, Կարբի գյուղի եւ այլ օրինակներով, որ պատրաստ է դիմագրավել Օսմանյան էքսպանսիային, նրանք ցույց տվեցին, որ պայքարում են իրենց իրավունքների համար եւ շարունակական պայքարի պատրաստակամությունը նրանք չկորցրեցին անգամ այն բանից հետո, երբ իմացան, որ 1724 թվականի հունիսի 12-ին ռուս-թուրքական համաձայնություն էր կայացվել ազդեցության գոտիների մասին, որով ռուսական կողմը միայն Մերձկասպյան տարածքներն էր պահպանում, հետեւաբար Հայաստանը եւ Վրաստանը պետք է փաստորեն թուրքական ազդեցության գոտու վերածվեին, դրանց հետո պայքարը եւս շարունակում են եւ երբ որ Պարսկաստանում քաղաքական ճգնաժամը գալիս է հանգուցալուծման եւ բարձրագույն իշխանությունը իր ձեռքում է կենտրոնացնում աստիճանաբար Նադիր խանը, Նադիրը որոշում է իր զենքն ուղղել Օսմանյան էքսպանսիայի դեմ եւ վճռական պայքարի է դուրս գալիս օսմանյան զավթիչների դեմ։ Այս պայքարում նա պետք է տեղերում փնտրեր դաշնակիցներ եւ պարզվեց, որ այդպիսին են օրինակ հայ մելիքները եւ հայ մելիքների շարքում իհարկե առանձնահատուկ տեղ ունեին Արցախի մելիքները։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։